Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 րոպե Երևանն է խոսում հանրային ռադիոյի եթերում ուղիղ եթերի ժամ է։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք ողջունել բոլորիդ։ Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն արդեն սկսել է ընթացքը, դե բնականաբար սուրճը ձեզնից, սերը մեզնից, այն մարդիկ, որոնք չեն կարողացել գիշերը քնել, չգիտեմ, նույնիսկ սուրճը կարող է օգնել թե ոչ, բայց լիահույս ենք, որ կողնի կկարողանանք մենք օգնել ծրագրի ընթացքում։ Արի այսօր փոխենք։ Ինչը։ Սուրճը ձեզնից, սերն էլ ձեզնից։ Դեմ չեմ, այսօր վաղը կփոխենք տեղերով, կփոխենք սուրճը ձեզնից, սերը մեզնից։ Սիրելի ռադիոլսողներ, որ մենք ձեզ արթնացնենք, սա կես կատակ իհարկե։ Բնականաբար մենք ասում ենք ձեզ բարի լույս հարգելի ռադիոլսողներ, առաջարկում ենք մոտակա 1.5 ժամն անցկացնել մեզ հետ միասին, որովհետև լավ երաժշտություն ընտրել ես։ Իհարկե։ Լավ երաժշտություն խոստանում ենք, տեղեկատվություն հետաքրքիր խոստանում ենք, նաև հետաքրքիր զրույց հաջորդ եթերաժամին եւս խոստանում ենք, ել չենք ասում լուրերի մասին, որ ժամը 10-ին 5 րոպեանոց պաշարում ենք։ Մի խոսքով խոստանում ենք, խոստումներն էլ չենք դժում, այլ կատարում ենք, սա էլ է կարևոր։ Մենք ունենք արդեն մեր, այսպես ասած, շատ մեծ բաժակով սուրճը, կփորձենք ել ավելի արթնանալու առույգանալ, որպեսզի այդ ամենը կարողանանք ամբողջությամբ փոխանցել ձեզ։ Մենք փառք Աստծո շատ լավ հասել ենք աշխատավայր, կարծես թե խցանումները կային իհարկե, բայց այդքան էլ ծանր չէին, այսօրվա խցանումները մենք կխոսենք անպայման թե խցանումների, թե տարադրամի փոխարժեքի, եւ իհարկե օրվա թեմայի մասին կխոսենք, ճանապարհների, բնականաբար նաեւ օրվա թեմայի մասին կխոսենք։ Բարի լույս Հայաստան, բարի լույս Երևան, արթնացեք։ Լավնես, օրեցօր ավելի նոր Հին պատմության մի կտավն ես, քո էջերով փառավոր Թե նորից ծնվեի մեկ է, քեզ կընտրեի օթևան Քո ջերմությունը ինձ պետք է, մայր իմ քաղաք Երևան Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր Ու ոչ մի քաղաք չի դառնա ինձ մայր Կարանը քեզ տուն չէ, տունը քաղաքն է ամբողջ Զգադարերից եկած շունչը, միտքդ այստեղ է առողջ Երևան սիրտը քո քար չէ, դու ամենքի հետ սիրով Ու ոչ մի հայ քեզ օտար չէ, դու ծնվել ես բարով Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր Ու ոչ մի քաղաք չի դառնա ինձ մայր
Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 րոպե, սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր այս պահին դիտում եւ լսում են հանրայինի առաջին ալիքը։ Այսօր այնպես է ստացվել, որ եւ սերն է ձեզնից լինելու եւ սուրճն է ձեզնից լինելու, մի օր էլ կփոխենք տեղերով, խնդիր չի կարծում եմ։ Եվս մեկ անգամ ձեզ ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլոր այն ռադիոլսողներին, ովքեր ոչ միայն մեզ լսում են, այլև գրում են։ Էդիկ Բաբուջյան, Վիգեն Եղիազարյանն ասում է բարի լույս Հայաստան, բարի լույս սուրճ եւ սեր բարձր տրամադրությամբ օր բոլորի եւ իհարկե ողջունում ենք բոլոր մեր շատ սիրելի ռադիոլսողներին, մաղթում հաճելի օր ու հաճելի տրամադրություն։ Այ ինձ հետաքրքիր է, հաճախ մեր տրամադրությունն անմիջականորեն կախված է եղանակից։ Մի տեսակ անպամած էր այսօր գալուց, ճիշտ եմ թե ոչ, չասես անձրև է գալու, քամիներով լի անձրևոտ օրերը։ Հազիվ արև էինք տեսել։ Չէ, էլի կտեսնեք արև։ Այս պահին 13 աստիճան է մայրաքաղաք Երևանում, մինչև 19 աստիճան կբարձրանա ջերմաստիճանը, ինչ վերաբերում է հանրապետության տարածքին, ապա այսօր մարտի 18-ի գիշերը սպասվում է եւս առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 18-ի արդեն կեսօրից հետո առանձին շրջաններում, նաև մարտի 19-ից 22 շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, հատկապես գիշերը ձյան տեսքով։ Ձյուն է լինելու գիշերը։ Այո, մարտի 19-ից 20-ը առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Սա հանրապետության մասին է։ Կանք մայրաքաղաք։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, այսինքն այսօր, նաև 19-ից 22-ը սպասվում է անձրև։ Մի արի, անձրև դու մի տեղա։ Մենք երգ ունեինք անձրևի մասին ուրախ։ Կարծես թե Արսեն Սաֆարյանն էր երկում։ Նոր տխրեցիր անձրևից, հիմա ասում ես ուրախ երգ։ Գոնե ուրախանանք։ Կուրախանանք։ Հա, ես քեզ համար լավ։ Չէ, բայց այդ երգը հիշեցի, այդ երգն եմ ուզում։ Էլի ջրային թեմայով երգ եմ մտել։ Չէ, ուզում եմ այդ ուրախ երգը անձրևի։ Ուրախ երգ ջրային թեմայով։ Չէ, անձրևի մասին Արսեն Սաֆարյանի երգն եմ ուզում։ Անձրևանոց էլ կլինի։ Ինչ եմ ուզում ասել, երեք օրինակ ինձ բախտ չվիճակվեց այս տեքստը կարդալ, դու ամեն ինչ անում ես, որ ես սա չկարդամ։ 24 օր դու սպասել ես այս պահին, 24 ժամ ներողություն, որպեսզի կարդաս այս տեքստը։ 24 չէ, արդեն 48, չէ, եթե հաշվենք շաբաթ կիրակին էլ բավականին երկար ժամանակ այս տեքստը չեմ կարդացել։ Փակ են, ինչպես միշտ։ Ինչպես այս ժամանակահատվածում Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ տանող ամրոց տանող ավտոճանապարհները իսկ այնտեղ շատ մարդ է գնում գալիս է ճանապարհություններ, միայն աշխատակիցները կայանի։ Ով է այնտեղ ինչ-որ բան գործել, իհարկե։ Ես ուզում հասկանալ, ինչ ես անելու դու, երբ ապրիլի կեսերին այդ վերջապես Ամբերտ տանող ճանապարհը բացվի եւ դու չունենաս այս ինֆորմացիան։ Իսկ ինչի ենք մենք օդերևութաբանական կայանի աշխատակիցներին ասում, որ փակ են այդ ճանապարհները, իրենք են այս տեղեկությունը տրամադրում։ Դու Ադամանդես այսօր դու իսկապես մեծ հաջողություններ ես գրանցում տրամաբանական հարց։ Մենք մենք լեռնային օդերևութաբանական կայանի աշխատակիցների համար իրենց տրամադրած ինֆորմացիան, որ իրենց ճանապարհը փակ է։ Ապրես։ Դու հրաշք ես Լուսինե ջան։ Այ նոր ես իմանում, որ ես հրաշք եմ։ Արթնացած։ Բայց ինչ եմ ուզում ասել, մի րոպե։ Ասա։ Մի րոպե։ Այ Լարսի աշխատողների համար հաստատ չէ ինֆորմացիա։ Այս մեր համար ասա որ բաց է, բաց է։ Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արի կարճ ասենք, Լարսը բաց է, վերջ ասենք։ Հա, էլի, ինչ մի բարդ ասում եք, բայց սա շատ զավեշտալի բան է, չէ՞։ Ամեն առավոտ կարդալ ինֆորմացիա, օդերևութաբանական կայանի աշխատակից են։ Մարդ ես, մեկ էլ մտածեք այդտեղից որոշեք դուրս գաք իջնեք։ Հա, էլի։ Հա, մի խոսքով։ Հատուկ տեխնիկայով են դեպի այնտեղ ուտելիք հասցնում եւ իրենք էլ մնում են այնտեղ ամիսներով միջև ձմեռն ավարտվում։ Իսկ լավ իդեա ունեմ, մի օր էլ այնտեղից մտնելու եթե կարող ես չհասնել, եթե սեփական մեքենա կարող ես տեղ չհասնել։ Մեն ամրանը։ Ինչևէ, մարտի 18-ն է, օրը երեքշաբթի սիրելի ունկնդիրներ, տարվա 77-րդ օրն է։ Ամեն գիշեր նստում հաշվում ես Տիգրան, ճիշտն ասա։ Չէ, ես ինձ մոտ գրել եմ թղթի վրա եւ ամեն օր։ Բանի կլորակների մեջ։ Դու գիտես, որ հենց այսօրը մարտի 18-ին հերավոր 1949 թվականին մայրաքաղաք Երևանում սկսեց երթևեկել տրոլեյբուսը, առաջին տրոլեյբուսը։ Ճիշտ գուշակեցի։ Ուրիշ ինչ պետք է երթևեկել։ Հա, մետրոն չլինի։ Ես հիշեցի տրամվայները։ Ինչքան լավն էին այդ տրամվայները։ Նաև տիեզերական լուր ունենք, որ 1965-ին Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։
Այս են բաց արած, եզերքդ բաց արա շարքից է։ Այստեղ նաև 1989 թվականին Եգիպտոսում Քեոպսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4400 տարեկան մումիա։ 4400, գորեք ասին 4450 տարեկան, չէ, հենց 4400 տարեկան։ Հաշվել են մարդիկ, դե ձևերը կան, գիտեն։ Հիմա ո՞նց են հաշվել, հələ ասա։ Հատուկ տարբերակներ, չգիտեմ, այ իրենց կարող են հարցնել։ Մի օր կարող ենք իրենց հրավիրել յուր եւ մանրամասն պատմեն թե ինչպես են փորձում ժամանակը հաշվարկել։ Մումիայի տարիքը առհասարակ քարի եւ ցանկացած ինչ որ բանի տարիք ինչպես են հաշվում եւ առանց լավ գաղափարերի միջալուց մենք անպայման կանդրադառնանք։ Արի նաեւ տեղեկացնենք ինչի մասին ենք մենք խոսելու այսօրվա եթերաժամի ընթացքում թե երկից հետո։ Երկից հետո, բայց այն անձրևի ասես Սաֆարյանի կատարման ուրախ անձրև երկն եմ։ Ամպիտակից ջուր է գալիս, ջրային թեմայով երգ վայելեք։ Այստեղ զգում եք, որ ճնշում է գործադրում գործընկերս եւ իմ ցանկությունը։ Նա բոլորը երգ կպատվիրեն։ Չէ, այս երգը թող գնա, բայց խնդրում Արսեն Սաֆարյանի կատարում ուրախ անձրևը գտնենք։ Կլսենք։ Սուրճ ուսեր առավոտից։ Այո, մենք ուղիղ եթերում ենք 9:44 րոպե, գործարկված է մեր լայվը, նաև ունենք հեռախոսակապ 553702 ավանդական կապի։ Այո, դա մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, մեր ռադիո լսողները շարունակում են արձագանքել, ջերմ ողջույններ Էստեր Մխիթարյանին, Վիգեն Եղիազարյան ասում է Լուսինե դու հրաշք ես։
Ես որ աս չասեի, ոչ ոք չէր ասի, տեսար, հենց ասեցի, բոլորը վերցեցին միտքը եւ սկսեցին տարածել։ Էլմի լավ, Օրվա միտքը, խնդրեմ։ Լավ, դու էլ ես հրաշք, որովհետեւ այդուհանդերձ իմ երազանքը շուտով եթերում կկատարես։ Այո, ես սա գտա քեզ համար եւ Քամի, եւ Անձրև։ Քամին էլ հետո կլսենք ինչ կար այնտեղ բնական աղետներից նման անունով տարբեր երկիր եմ գտել։ Ինչևէ, մարտի 18-ն է սելունկերներ, օրը 3 շաբթի եւ մարտի առաջին կեսին աշխարհը նշում է սոցիալական աշխատողի օրը։ Այսպեսի օր կա։ Այո, որը շատ կարևոր է, առհասարակ սոցիալական աշխատողը շատ կարևոր գործառույթ ունի եւ հաճախ կարողանում է մարդկանց նաեւ հանել անելանելի իրավիճակներից, եթե հմուտ է, տիրապետում է հոգեբանական կարևոր հմտությունների, մի խոսքով սոցիալական աշխատողի դերը շատ մեծ է մեր կյանքում։ Ասենք նաեւ, որ այս սոցիալական ուղղվածությամբ աշխատանքի ներկայացուցիչներին միավորող մասնագիտական այս տոնի նախաձեռնողներն ու կազմակերպիչները 1983 թվականին հանդես են եկել միջազգային կազմակերպությունները, այն սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան, նաև սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան, հենց նրանց նախաձեռնությամբ ստեղծվել է այս օրը, սոցիալական աշխատողի համաշխարհային օրը։ Եվ առհասարակ կարծում եմ, որ կան մասնագիտություններ, որ շատ կարևոր են, բայց այսպես ասած, քանի որ լայն շրջանակների չեն առնչվում, այսպես նորաձև չեն, այսպես ասած, այդքան էլ ուշադրություն մարդիկ չեն դարձնում։ Մենք այսօր կփորձենք ձեզ ներկայացնել, թե որքան կարևոր է սոցիալական աշխատողի դերը յուրաքանչյուրի կյանքում, ով է սոցիալական աշխատողը, ինչ գործառույթ է իրականացնում սոցիալական աշխատողը, եւ ինչ հետաքրքիր հմտությունների պիտի տիրապետի, նաեւ ինչ մարդկային խառնվածք պետք է ունենա սոցիալական աշխատողը, որպեսզի հաջողի, որովհետև ամեն մեկը չէ, որ կարող է աշխատել որպես սոցիալական աշխատող։ Ես մշտապես երբ շփվել եմ նրանց հետ, զրուցել եմ, ես հասկացել եմ, որ այդ մարդիկ տարբերվում են շրջապատի մարդկանցից իրենց արժեհամակարգով, մտածողությամբ, այո, սա շատ կարևոր է։ Այսպես նուրբ հոգու տեր մարդիկ են։ Եվ նաև շատ կարևոր է լինել համբերատար ու մեկ կարևոր հանգամանք էլ պիտի նշեմ, որ հայերս այդքան էլ չունենք հաճախ, մենք չենք սիրում լսել, մենք ավելի շատ սիրում ենք խոսել, իսկ սոցիալական աշխատողը նաև պետք է կարողանա լսել, սա շատ կարևոր է։ Լսել եւ պետք է կարողանա օգնության հասնել մարդուն, չակնկալելով ոչ մի բան լսել։ Այո, սա էլ է շատ կարևոր։ Մենք իդեպ ես կուզեի եւս, քանի որ սոցիալական աշխատողից խոսք գնաց, մենք հաճախ, այսպես ասած, խորհրդային տարիներից եկած տհաճ երևույթների ենք առնչվում, առերեսվում, մարդկանց տեսակ կա, որ մտածում են, որ եթե իրենց գործն են անում, որի համար վճարվում են, հավելալ դու էլ պիտի իրեն վճարես, եւ երբ այդ գործընթացը տեղի չի ունենում, նույնիսկ դու ես տշնամի դուրս գալիս ու վատամարդ, այն պարագայում, որ յուրաքանչյուրիս ընտրությունն է մեր ընտրած մասնագիտությունն ու աշխատանքը, եւ եթե ընտրել ենք այդ աշխատանքը, պետք է կատարենք այն բարեխիղճ, այլ հարց է ձեր բարեխիղճության, ձեր ջերմության, հոգատարության շնորհիվ գուցե դուք արժանանաք շատ ավելի գեղեցիկ շնորհակալական խոսքերի եւ վերաբերմունքի, քան ենթադրենք ինչ որ այսպես նետած ինչ որ գումար։ Հաջորդ եթերաժամին մենք կհասկանանք ի վերջո ով են այն մարդիկ, բայց սա սոցիալական աշխատողի հետ կապ չունի, էլի։ Ովքեր ընտրել են իրեն այն ճանապարհը, երբ պետք է պարզապես օգնես մարդուն անշահախնդիր չակնկալելով ոչ մի բան։ Այո, սա կարևոր է։ Մենք նաև կհարցնենք Աբոյին, տեսնենք թե ինչ կարծիք ունի նա սոցիալական Ռիփսիկի հետ նեղացել ես, Տիգրան ջան։ Չէ։ Բա հետը չունես, չես գրում, չես շփվում հետը։ Դե դու Աբոյի հետ այնքան սերտ ես շփվում, որ Ռիփսիկի համար եթերաժամ չի մնում, հասկանում ես։ Ոյ, խնդրեմ, ապուն կլռի։ Ես քեզ համար երգ եմ առանձնացրել, քո պատվերը սիրով կատարում եմ։ Բայց այդ երգը վստահ ես, որ այդ երգը։ Ես անշահախնդիր հիմա օգնում եմ քեզ, չակնկալելով ոչ մի բան։ Դու գիտես, որ ես շնորհակալ մարդ եմ, անպայման կասեմ, շնորհակալ եմ սիրելիս։ Խնդրեմ, Անձրևի մասին կատարումը, որը դու տենչում ես լսել։ Սպասիր, տեսնենք այդ երգները։ Ել ոնց սպասենք, Անձրև Արսեն Սաֆարյան, խնդրեմ։ Ուզում ես նորից դրանց սկիզբը։ Չէ, վերջ ռիթմերից։ Գնացինք։ Դրսում անձրև էր դարձյալ, շողքուլուսին դարձել են անձև, Մարգարիտներ, որ հոսում են դանդաղ, ոչ ոք չի տեսնում անձրև է ավաղ,
Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ դու շփտա Փակիր օգնած քո աչքեր եւ անշան քեզ կայցել են տեսիլներ ու կասեն ինձ չես հիշում դու հիմա Տխուր այսօր գիշերներ երկար Քո հայացքում թախից կա օտար Թախից մի օտար Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ Դու շփտա Փակիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցել են տեսիլներ ու կասեն ինձ չես հիշում դու հիմա Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ դու շփտա Փակիր հոգնած քո աչքեր եւ այն ժամ քեզ կայցել են տեսիլներ ու կասեն երբ դու փակում ես օգնած քո աչքերը քեզ այցելում են տեսիլներ Այցելում են տեսիլներ Սուրճ ու սեր առավոտից 9:54 ձեզ հետ Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքն է, իսկ ուղիղ եթերում դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Սուրճը ձեզնից, սերն էլ ձեզնից, մեզնից է։ Բայց այսօր հակառակը պայմանավորվեցինք, երկուսն էլ իրենցից։ Հա, այդ է ասում Սուրճը ձեզնից, սերն էլ ձեզնից։ Այդ է ուրիշ բան։ Արմեն Դավթյանը բարի լույս է մաղթում մեզ, Գայանե Այվազ Բալյանն ասում է քո բարի լույսով արևը ծագեց, երկնակամարը մեղմ շարագունեց ու առավոտը հստակ խողանջեց քո բարի լույսով, նոր օրը բացվեց։ Այս սերն էլ են իրենք փոխանցում, տես։ Հրաշալի է։ Ստացվում է հենց այդպես, Ինչ կանեինք առանց մեր ստեղծագործող ռադիոլսողների։ Ոչինչ էլ չէինք անի։ Լուրը մուճ կխմենք մեր սուրճը։ Տխուր ու տրտում կսրճեինք եւ եթերում կշարունակեինք զրույցը։ Այո։ Բացահայտումներ կանեինք ինքներս մեզ համար, ոնց որ այսօր արածինք։ Ինչև է։ Շարունակենք հարգելի ռադիոլսողներ։ Շարունակենք։ Մենք իմիջիայլոց չասացինք այսօր տարադրամի փոխարժեքն ինչպիսին է։
Ես հիմա համապատասխան երաժշտություն կհնչեցնեմ, որպեսզի դու համապատասխան տեղեկատվություն այս հնչյունների ներքո հրապարակես։ $1 փոխարժեքն է 392 դրամ 34 լումա, եվրոն 427 դրամ 93 լումա, ռուսական ռուբլին 4 դրամ մոտ 6 լումա։ Լավ էր։ Ծափարություն։ Ծափ չկար, չդրեցիր։ Ծափի փոխան երաժշտություն էր այսօր։ Եվ չենք մոռանում, որ այսօր մենք անդրադառնալու ենք սոցիալական աշխատողին, փորձելու ենք հասկանալ ինչ կարևոր գործառույթ է իրականացնում սոցիալական աշխատողը, եւ բնականաբար, մինչ մեր հյուրը արդեն հարմարավետ կտեղավորվի մեր ստուդիայում արդեն հարմարավետ տեղավորվել է ռադիոլուրի մեր շատ սիրելի գործընկեր Կարեն Ղազարյանը, բարի լույս Կարեն։ Կարեն, բարի լույս, ասա խնդրեմ, ըստ քեզ ով է սոցիալական աշխատող, առնչվել ես գործի բերումով այն նման մարդկանց հետ։ Շատ քիչ է, չէ, եղել է գործի բերումով։ Գործի բերումով, այո։ Օրինակ գործընկերդ քեզ համար սուրճ պատրաստեց։ Կարծում եմ կարևոր աշխատանք են անում, ահա։ Ավելին գուցե։ Հիմա տես, Լուսինեն երկուզեց, ես երկ։ Տեսիր, դու ուրիշ տեղ ես ստանում իրականում։ Եթե դիտարկենք սոցիալական աշխատողի որպես մասնագետ լինելը, ապա այդ մասնագետը զբաղվում է մարդկանց եւ համայնքների սոցիալական խնդիրների լուծմամբ։ Դրանք աջակցում են խոցելի խմբերին, ոնց ես խոցելի խումբ եմ քեզ համար։ Նրանք աջակցում են խոցելի խմբերին, օգնելով հաղթահարել դժվարությունները, ապահովելով անհրաժեշտ ռեսուրսներ ու ծրագրեր, որոնք նպաստում են նրանց բարեկեցությանը։ Բավականին բարդ մասնագիտություն է ըստ էության, թեպետ ես կարծում եմ, որ իրական սուրճ պատրաստելու հետ կապ չունի բնականաբար, սա հումոր էր։ Ըստ էության, եթե դիտարկենք, ապա բոլոր մասնագիտություններն են բարդ մասնագիտություններ, համամիտես չէ Կարեն։ Հա Բայց կարծում եմ դրա մասին քիչ հետո ինչպես նշեցիր հյուր ունեք եւ ձեր հյուրը ավելի մանրակրկիտ եւ հոգեբանորեն եւ մնացած բոլոր առումներով կարծում եմ ավելի ճշգրիտ եւ մատչելի կներկայացնի ռադիոընկերներին եւ ակնդիրներին։ Ինչ տեսք ունի քոլորահոսն այսօր Կարան։ Ցիկլոնի մասին այդտեղ հիշատակումներ չկան։ Ոչ, որովհետեւ մտածում եմ, որ դուք արդեն այդ մասին տեղեկություն հաղորդել եք։ Ես հենց հիմա եմ պատրաստվում հրապարակել, որ արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկոյան ժամերից այսօր։ Ես հրաժարվում եմ մինչև մարտի 23-ը հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում թացցյան, իսկ նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Այդ տեսքով բառից այնքան եմ արդայնանում, սիրելի օթերևութաբաններ, եթե գրում եք, ձյուն եւ նաեւ քամի է սպասում, զգուշ եղեք քամին ձեզ չտանի։ Քամուշ գնացում, այսպես ասած։ Երաժշտական քամուշ գնացում այսօր կլսենք, թե բայց 2 օր առաջ փոթորիկի մասին էինք անխատեսում։ Հա, տեսնում եք, բայց ես հրաժարվում եմ։ Լավա որ դարձել է քամի երևի։ Հա, մեղմվել է, չէ՞, այսպես կարող ենք ասել։ Մեղմիկ քամի չի իհարկե, ինձ թվում է բավականին ագրեսիվ է լինելու քամի։ Ինչ գիտես։ Դե եթե փոթորիկ էին կանխատեսել ու դարձել է քամի, ապա այնպես չի որ թույլ քամի է լինելու, կարծում եմ, չէ՞։ Փոթորիկից միանգամից մեղմիկ չի կարող լինել, հասկանում ես։ Նաև լրահոսից այ աչքիս ընկավ, այսպես որ բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Ինչ ուրախ լուրեր ես հայտնում վաղ առավոտյան։ Ախր դու հատուկ տաղանդ ունես ուրախ լուրեր առանձնացնելու։ Ոչ ուրախ է, ոչ տխուր, պարզապես լուր է հիմա։ Չէ, նայած ում համար, եթե մարդիկ գազի հետ ժամանակավորապես, հասկանում ես։ Դա պայմանավորված է Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ես հասկանում եմ, որ տան ճաշերը հիմնականում եփում են կանայք եւ դուք չգիտեք թե որքան կարեւոր է կենսական նշանակություն ունի ճիշտ ժամանակին գազի մատակարարումը, որպեսզի մենք ամեն ինչ հասցնենք, որպեսզի դուք գաք տան ունենաք տաքուկ համով ճաշիկներ։ Բայց արի ասենք նաեւ ժամերը, որ այսօր խոսքը վերաբերում այսօրվա մարտի 18-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը ընկած ժամանակահատվածում է լինելու այդ դադարեցումը բնական գազինից, որ մինչև գործից գնաք տուն արդեն գազը կլինի կմիացնեք, ճաշել կեփեք, սուրճել կեփեք։ Ով որ տանն էլեկտրական ինչ սալիկները գործի կդնեն։ Ինչ յուրաքանչյուր իրավիճակից կա լուծում։ Մի խոսքով հարգելի ռադիոլսողներ, շարունակեք ունկնդրել հանրային ռադիոյի ուղիղ եթերում սուրճ ու սեր առավոտից հաղորդումը, եւ չենք մոռանում, որ վարկյաններ անց արդեն ռադիոլուրի մեր գործընկեր Կարեն Ղազարյանը կներկայացնի վերջին թարմ տեղեկությունները։ Այնպես որ ուղեք ժամը եւ գնացինք։ Հայաստանում ժամը 10 է։
Հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիոլուր լրատվական ծրագիրը, խոսափողի մոտ Կարեն Ղազարյանն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, մեղադրելով Հայաստանի զինված ուժերին մարտի 17-ի երեկոյան սահմանային կրակոցներ իրականացնելու մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրը եւս եւ վերահաստատում վարչապետի աշխատակազմի հրադադարի խախտումների հետ կապված մեխանիզմ ստեղծելու մասին Բաքվին արված առաջարկը, որին Ադրբեջանը դեռ չի արձագանքում։ Վերջին 3 օրում սա արդեն Բաքվի տարածած 5-րդ նման ապատեղեկատվությունն է այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության եւ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հանրապետությունների միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի էջում։ Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է եւ երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսեւորում ուղղված իրենց ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարգավաճմանը։ Մենք հուսով ենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության եւ համագործակցության տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս, ասված է հայտարարության մեջ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Wizz Air ընկերության կոմերցիոն եւ գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում, ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության եւ մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում Wizz Air ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները, ինչպես Երևանի Զվարթնոց միջազգային, այնպես էլ Գյումրիի վերանորոգված օդանավակայանների միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Անդրեասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները, մարտի 17-ին զանգվածային լրատվության միջոցների եւ սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում արձանագրված տեղեկությունների համաձայն Վանաձորում ոստիկանության բաժնում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ եւ նրա հասցեին հնչեցրել հայոյանքներ։ Ավելի վաղ մարտի 16-ին եւս պաշտպանի գիծ թեժ գծին ահազանգ էր ստացվել Վանաձորում ոստիկանի կողմից բռնության ենթադրյալ դեպքի առնչությամբ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից։ Այս եւ նմանօրինակ դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, ասված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Մի քանի լուր միջազգային լրահոսից այսօր մարտի 18-ին տեղի կունենա Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լուրը հաստատել է նախօրեին։ Իրոք այդպես է, երեքշաբթի նախապատրաստվում է նման զրույց, նրա խոսքերն է մեջբերել Ինտերֆաքսը, մանրամասներ Կրեմլը չի ներկայացրել։ Ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի իշխանությունների հետ վերականգնվել են նախկին ծավալներով։ Այդ մասին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչն է հաստատել Պենտագոնում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Մարտի 6-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել էր, որ Միացյալ Նահանգներն այլևս հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում Ուկրաինային։ Սպիտակ տան խոսնակն էլ հաստատել էր, որ ազգային անվտանգության խորհուրդը դադարեցրել կամ վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը գրեթե պայմանավորվել է Կիևի հետ վերսկսելու հետախուզական տվյալների փոխանցումը։ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի
բայց դրա իրագործման անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել եւ այդ մասին մենք խոսել ենք նաեւ նախագահ Մակրոնի հետ, գրել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ում Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր հրադադարի պայմանների մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։ Իթևս այլ հարցերի Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ կոնկրետ է եւ մենք դրան բացարձակապես աջակցում ենք, նշել է Ուկրաինայի առաջնորդը։ Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել եւս 19 վիրավորվել, այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։ Աղբյուրի տեղեկություններով զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ քաղաքի ծայրամասերը ռմբակոծվել են իսրայելական օդուժի կողմից։ Լիբանանյան Էլ-Մայդան հեռուստաալիքը պնդում է, որ ավիահարվածների թիրախ կարող էին դառնալ Դերայի արևմտյան շրջաներում տեղակայված ռազմաբազաները։ 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում իշխանափոխությունից հետո Իսրայելի ավիացիան պարբերաբար հարվածներ է հասցնում Արաբական Հանրապետության տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Սիրիայի իշխանությունները բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը դադարեցնել իսրայելական հարձակումները։ Իսրայել կատարած աշխատանքային այցի ընթացքում Սոկարի եւ իսրայելական Union Energy ընկերության միջև Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում երկրաբանական հետախուզական համատեղ գործունեության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս համաձայնագրի իրականացումը կնպաստի կողմերի միջև միջազգային համագործակցության ցանցի ընդլայնմանը եւ նոր էներգետիկ ռեսուրսների հասանելիություն կապահովի, նշել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։ Եվ վերջում երկու տեղական լուր Երևանի Ֆիրդուսի թաղամասում շինարարության ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ, ինչի պատճառով տվյալ տեղամասում աշխատանքները դադարեցվել են, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է ուսումնասիրել գտածոն եւ հետագա աշխատանքների նկատմամբ իրականացնել հնագիտական հսկողություն։ Եվ վերջում սպորտային լուր շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվող 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Ռոբերտ Հովանիսյանը ունեն 2.5 միավոր։ Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը եւ միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր։ Ֆիդեի վարպետներ Սարգիս Սարգսյանը եւ Հայկ Երիցյանը վաստակել են 1.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը 1 միավոր։ 4-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր մարտի 18-ին Հայաստանի ժամանակով 17:00-ին։ Այսքանն այս ժամի համար ստուդիայում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիոլուրը եթեր կվերադառնա ժամագլխին 11:00-ին։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:13 դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ եւ իհարկե շնորհակալ ենք, որ ակտիվ եք եւ արձագանքում եք on-line հարթակում։ Վարդուշ Մաթևոսյանը գրում է Սիսիանում արդեն իսկ եղանակը բավականին տխուր է, բարի լույս, սեր ու ժպիտներ բոլորիս, անկախ եղանակից։ Շնորհակալ ենք, որ սերը այսօր փոխանցում եք դուք մեզ, սիրելի ռադիո լսողներ։ Դրանից մենք ջերմանում ենք ու իհարկե եղանակի վրա էլ այդքան ուշադրություն չենք դարձնում։ Ինչպես այսօր արդեն տեղեկացրեցինք, մարտի առաջին կեսին աշխարհում նշվում է սոցիալական աշխատողի օրը եւ այդ առիթով մենք այսօր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շատ սիրելի Տիկին Միրա, շնորհակալ ենք, որ հրավերն ընդունեցիք, ձեզ հետ միշտ գերագույն հաճույք է զրուցելը։ Շնորհակալ եմ։ Եվ բնականաբար մենք առիթից օգտվեցինք, որպեսզի եւս մեկ անգամ ավելի մանրամասնենք եւ ասենք, թե առհասարակ սոցիալական աշխատողի դերը որքան կարեւոր է։ Դեպետ ծրագրի առաջին հատվածում մենք նշել էինք, որ նորաձև մասնագիտությունների շարքում չի, բայց բավականին կարեւոր մասնագիտությունների շարքում է եւ կցանկանայինք, որպես մասնագետ դուք ավելի մանրամասն ներկայացնեիք կարևոր դրույթները սոցիալական աշխատողի։ Մինչ կարևորության հասնել եկեք ի վերջո հասկանանք ով է սոցիալական աշխատողը։ Լավ հարց է շատ։ Նախ սկսեմ նրանից, որ այս օրերին նշվում է միջազգային օրը սոցիալական աշխատանքի։ Հայաստանում մենք ունենք նաև յուրահատուկ առանձին օր, դա նոյեմբերի 4-ն է, ազգային։ Մենք դա առանձին կնշենք։ Կան երկրներ, որ այդպես ընտրել են, 2 օր են նշում։ Բայց սա համերաշխության օր է ամբողջ աշխարհում այն մասնագետների միջև, ովքեր գործում են սոցիալական ծրագրերում մարդկանց համար, կամ ովքեր մասնագետներ են սոցիալական աշխատանքի։ Ինքը երիտասարդ մասնագիտություն է համեմատաբար, ու իհարկե եթե գնանք անգլիական եւ ամերիկյան պատմությանը, ապա 200 տարի մի փոքր ավել, բայց մեզանում ինքը նորություն է, համեմատաբար երիտասարդ մասնագիտությունների թվում է։ Եվ իհարկե առավոտ լույսով կուզենայի միայն դրական բաներ ասել, բայց ես ունեմ խորը ափսոսանքի զգացում, որ ունենալով գրեթե բոլոր նախադրյալները մասնագիտության զարգացման համար, ինստիտուտի կայացման համար, մասնավորապես Հայաստանում 6 համալսարաններ եւ 9 ֆակուլտետներ ուսուցանում են սոցիալական աշխատանք, այսինքն կրթական կոմպոնենտը բավականաչափ առաջ է գնացել։ Այսինքն ունենք կարևոր է, այո, ունենք եւ այն էլ 6 համալսարաններում, 9 ֆակուլտետներում։ Կամ սոցիալական աշխատողներ են պատրաստում, կամ սոցիալական մանկավարժներ։ Ունենք երկրորդ ինստիտուտը ձևավորելու համար երկրորդ կարևոր հիմնասյունը դա մասնագիտական ասոցիացիան է։ Դա ինքնակազմակերպված ինստիտուտի բաղադրիչն է եւ երրորդը, որը կօգներ ինստիտուտը զարգանար, դա պրակտիկան է։ Պրակտիկայի առումով գործնական կյանքում ունենք բավական դժվարություններ։ Ես միշտ համեմատական եմ անցկացնում Պարեկների ինստիտուտի հետ։ Երբ որ արկա է քաղաքական կամք, երբ որ կա ցանկություն եւ կարեւորում ենք ինչ-որ բան, բարձվում է այդքան էլ բարդ չի 0 կետից սկսել process եւ հասցնել ինչ-որ կետի։ Անշուշտ ինքը մշտապես պիտի լավացվի, բարելավի եւ այլն։ Բայց ունենալով այդ փորձը, այս դեպքում մենք հավանաբար այդքան շատ չենք ցանկանում հավանաբար եւ թիվն է շատ փոքր սոցիալական աշխատողների եւ սոցիալական ծառայությունների ծածկույթն է բավական նոսր, իսկ մարդիկ կարիք ունեն սոցիալական աշխատողի։ Շատ։ Եկեք այդ կերպարին անդրադառնանք։ Այո, հատկապես տեղահանված անձանց համատեքստում մեր խնդիրները շատացել են եւ մենք իսկապես կարիք ունենք պրոֆեսիոնալ, կոմպետենտ աշխատողների։ Ով է սոցիալական աշխատողը, շատ լավ հարց տվեցիք։ Մարդ է, մասնագետ է, ով կարողանում է համադրել, համատեղել հոգեբանական գիտելիքներ եւ հմտություններ, սոցիոլոգիական հասարակությունը ճանաչելու, հասարակությունը ախտորոշելու եւ մանկավարժական ինչ-որ բան շտկելու, ինչ-որ բան շտկողական աշխատանք անելու եւ այս ինտեգրատիվ գիտություններ սոցիոլոգ, մանկավարժ 3-ը մեկում առնվազն իր հիմքերը ունի անշուշտ նաեւ փիլիսոփայական հիմքեր, իսկ ինչու է պետք օգնել մարդկանց։
Իսկ ինչի վրա է դա կառուցված, ինչից ելնելով եւ ոչինչ չակնկալել, դա է։ Այո, եւ ոչինչ չակնկալել։ Ինչպես է որ բարություն համարվող գործնեությունը, երբ որ լավ բան է անում ուրիշի համար, մասնագիտացրել ենք։ Ինչու է պետք գրագետ օգնել, ինչի է պետք ոչ միայն օգնել, այլև այդ օգնելը կազմակերպել գրագետ ձևով։ Որոնքի տեղը աչքը չհանենք։ Այս ժողովրդի սկզբունքը ամենակարևորը եւ բացի այդ ռեսուրսները կազմակերպված օգտագործելու դե դրանք երբեք անվերջ չեն ճիշտ օգտագործենք ռեսուրսները որպեսզի մարդկային ռեսուրսներից մասնագետ է ով լավ է ճանաչում հասարակությունը լավ է տիրապետում թե ինչ գործընթացներ են տեղի ունենում եւ ինչու են տեղի ունենում եւ ինչպես կարող են այդ գործընթացները առանձին անհատի առանձին ընտանիքի առանձին համայնքի կյանքին վրա ազդեցություն թողնել, ինչպես մեղմացնել բացասական ազդեցությունները, ինչպես խրախուսել մարդուն, քաջալերել, որ առավոտյան վեր կենա, ոտը ոտքի առաջ տնելու ցանկություն ունենա։ Ոգեշնչվել, անկախ դժվարությունների։ Իր ուժեղ կողմերը ցույց տա։ Սա մասնագիտությունը, որ օգնում է մարդուն բացահայտել իր ներսում մի տեսակ քնած, մի կողմ դրած, չկարևորվող կամ ինչ որ հանգամանքների տակ մի քիչ լռած, այն հատկանիշները, այն տաղանդները, որոնք իրականում ապրեցրել են այդ մարդուն ժամանակին։ Ու ինչ որ պատճառով, օրինակ տեղահանվածների պարագայում, հանկարծակի հաշմանդամության, կորստի պարագայում, երբ որ ընտանիքում տեղի ունեցել կորուստ եւ ընտանիքը տարապում է այդ ամեն ինչից վերագտնելու հնարավորություն։ Չի կարողանում դեռ գտնել բաց դռներ, որպեսզի դուրս գա, հա, այդ անելանելի վիճակը։ Փորձում է դժվարին վիճակ ենք ասում, ամեն մեկը ունենում են կյանքում դժվարին իրավիճակ եւ ներ։ Այո, դրանք կարող են լինել երբեմն շարք։ Եթե համեմատենք, ասենք, սոցիալական աշխատողին իր կլիենտի հետ, իր շահառուի հետ, ես միշտ ուսանողներին, երբ որ պատրաստում ենք կամ վերապատրաստումների ժամանակ, միշտ օրինակը բերում եմ։ Եկեք մի պահ մտածենք, ո՞րն է տարբերությունը, ինչու եմ ես կոչվում սոցիալական աշխատող, իսկ մարդը, որին խորհրդատվություն եմ անում եւ դիմացը նստած ժամերով աշխատում եմ, ինքը կոչվում է շահառու։ Ինքը կոչվում է հաճախորդ, ինքը կոչվում է կլիենտ, նայած որ երկիր ինչպես է կոչվում։ Մենք ճիշտ ասած հայերենում դեռ լավ բառը չեն գտել, շահ բառը ենք անել հաջող չի, բայց մի տեսակ չեն գտել համարժեքը, ունենք ընդհանրապես տերմինաբանական խնդիրներ, քանի որ ինքը ներմուծովի մասնագիտություն է, այլ մշակույթից։ Ինչ որ է, միշտ ասում եմ, որն է տարբերությունը։ Գիտեք, եմ միշտ ուշադրությունը մարդկանց հրավիրում եմ հետևյալի վրա։ Տարբերություն չկա։ Պարզապես մենք լինելով այդ մասնագետը ունենք ներքին տեխնիկաներ, ունենք ներքին գործիքներ, որոնց աշխատացնում ենք, երբ որ հայտնում ենք դժվար վիճակում, եւ ինքներս մեզ կարողանում ենք դուրս բերել այդ վիճակից։ Մարդ ում մենք խորհրդատվություն ենք անում եւ կոչվում է մեր հաճախորդը կամ մեր շահառուն, մարդը ինչ որ պատճառով մոռացել է այդ գործիքների մասին, այդ մեխանիզմների մասին կամ կորցրել է դրանց, եւ մի տեսակ կորցրել է տիրապետումը սեփական կյանքի հանդեպ։ Մի տեսակ թողել է, որ իրերը հոսեն իրենց, այո, իրենց ճանապարհով, ինչը իրեն ավելի դժվար վիճակի մեջ է հասցրել։ Այսպեսով մենք ընդհանրապես պիտի փոխանցենք։ Ընդհանրապես պիտի, բայց այդ ընդհանրապես փոխանցելը ամենաբարձրն է։ Շատ լուրջ կանոններ ունի, այո։ Էթիկապես գրագետ առանց քննադատության ընդունելով մարդուն ինչպես կա։ Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում միշտ ասում են դիլեմա է, երբ որ գործ ունես հանցագործի հետ։ Մարդ, որը վնասել է ուրիշին, բայց նա էլ կարիք ունի սոցիալական աշխատողին, որն է մեր դիրքորոշումը։ Լսել պետք է անպայման։ Ես ծրագրի սկզբում ասացի, որ սոցիալական աշխատողի ամենակարևոր, այսպես ասած, խառնվածքի կարևոր հատկանիշներից է լսելու ունակությունը։ Սոցիալական աշխատողները հիմնականում հաղթահարում են այդ մարտահրավերը, կարողանալ լսել, որտեղ իրենք շատ խոսում են։ Դա է մասնագիտությունը, ուրիշ գործիք չունենք, բացի լեզու, բառեր, լսեք, չէ՞ որ կարողանալ։ Բայց միևնույն ժամանակ միակ դժվարությունը, որ սոցիալական աշխատողները ունեն, այնքան աշխատում են, այդքան չեն հասցնում գրել։ Այդ ամեն ինչը արձանագրելն է բարդ։ Դե կինի ինչն է պատճառը, որ մարդիկ այսօր կարծես չեն շտապում օգնել դիմացինին, եւ խոսքս այն մասին է, որ մասնագետները այդքան էլ շատ չեն, ովքեր կցանկանան գալ այդ դաշտ եւ անշահախնդիր աշխատել։ Իմ նշած պրակտիկայի հետ մնալը հենց դա նկատի ունեմ, որպեսզի աշխատանքը լինի հրապուրիչ, որպեսզի մարդիկ
տեսնեն, որ դա կարևորված է, այդ աշխատատեղերը նախ պիտի լինեն բավարար չափով, բացի այդ աշխատանքը պիտի գնահատվի։ Աշխատավարձը պիտի լինի հրապուրիչ, գրավիչ։ Մեր համալսարանի շրջանավարտներին, ում մենք պատրաստում ենք, դժվարությամբ ենք համոզում, որ գնան պրակտիկ դաշտ։ Եվ մի քանի պատճառ կա։ Առաջինը աշխատավարձի խնդիր, երկրորդը ինչքան էլ մարդը լավ սովորի համալսարանի պատերից ներս, իրական կյանքը ուրիշ է։ Եվ աշխարհը այդ հարցը լուծել է հետևյալ ձևով, եւ բժիշկների համար, տեսեք, մենք բժիշկների համար ունենք, եւ իրենք օրդինատուրա են անցնում, նրանք ավելի վարպետ կամ ավելի կոմպետենտ մասնագետի ձեռքի տակ կամաց սովորում են դա ինչպես անել։ Սոցիալական աշխատանքն էլ դրա կարիքը ունի, բայց մենք դա դեռ չենք ներմուծել։ Այսինքն, երբ որ ասում ենք աշխատանքի պայմաններ, անշուշտ առաջինը աշխատավարձն է, մոտիվացիան եւ այլն, բայց ոչ միայն նոր սկսնակ մասնագետը պիտի զգա հուսալի ձեռք իրեն օգնող պրակտիկ գործունեության մեջ։ Դե պատերից հետո համալսարանի իրական կյանքում բավական նորություններ կան, բավական նրբություններ կան։ Այդ ավակ մասնագետը ում կարելի է կցել նորից եւ սովորել։ Տեսեք, առանձին կազմակերպություն ունենք Հայօգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնը իհարկե ունի։ Կարող եմ թվարկել էլի կազմակերպություններ, ուղղակի որևէ մեկին չմոռանալու համար չնշեմ, բայց մեզ կարևոր է, որ ընդհանրապես դա դառնա ատրիբուտ, կարևոր, բաղադրիչ, բնականon ընթացք։ Երբ որ մարդիկ գնում են պետական սոցիալական ծառայություններ, շատ կախված են թե ով է այնտեղ աշխատող, այսինքն եթե այնտեղ կա բարյացակամ անձ, ամենայն հավանականությամբ այդ դրական ուղեկցումը տեղի կունենա, բայց միշտ չէ որ այդպես է։ Ինքը պիտի դառնա հաստատված ընթացակարգ։ Երրորդ խնդիրը, թե ինչու մարդիկ չեն ձգտում գնալ սոցիալական աշխատանք անելու, ընդհանրապես այդ աշխատանք բառը հասարակացնում է մասնագիտությունը, որտեղ աշխատանք բոլորն են անում։ Մարդկանց օգնելու, այսպես ասած։ Մարդկանց, այո, ես մարդկանց օգնել իրեն ասում ենք արվեստ է, գիտություն է, մասնագիտություն է, որպես արվեստ շատ հրապուրիչ է։ Ներողություն։ Այն իմաստով, որ ես միշտ ուսանողներին ասում եմ, դուք հնարավոր է չդառնաք լավ մասնագետ, բայց ավելի լավ զավակ եք լինելու, ավելի ուշադիր, ծնող եք լինելու, իրենք տարբերում են շրջապատի մարդկանցից իրենց մտածելակերպով։ Այդ կերպ է աշխարհը ընկալում։ Ես կանգառա նրա վրա, թե ինչու չեն գնում։ Պատճառներից մեկը արագ սպառման այդ ռիսկն է, որտեղ դու անվերջ տալիս ես էներգիա։ Եվ եթե մենք չենք օգնում մասնագետին վերականգնվել, ինքը այլևս տալու բան չունի։ Սա էլ է ինստիտուտի կայացման կարևոր բաղադրիչներից մեկը, որ պետք է գործատուն ունենա։ Աշխատավայրում դա պիտի լինի, այդ որն է սուպերվիզիոն աջակցությունը։ Մարդիկ պիտի ունենան հնարավորություն միտեղ գնալ գոռալու, լաց լինելու, պատմելու, որպեսզի հաջորդիվ առանց դառնությունների հետքերի կարողանան հաջորդ մարդու հետ խոսել։ Շատ բարդ մասնագիտություն է։ Իսկ այդ դուք հիշում եք, այդ դուք ինչպես մտաք այս դաշտ, ինչը ձեզ մոտիվացրեց եւ մղեց որպեսզի գնաք եւ օգնեք։ Այ շատ լավ հարց է։ Ես իդեպ գլուխ գովեմ առաջին սոցիալական աշխատողն եմ Հայաստանում։ Բրավո։ Դա եղել է 92 թվականին, հենց անկախությունից անմիջապես հետո, երբ որ երկրաշարժի առիթով Հայաստանում կառուցվեց Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնը, որ աշտարակի ճանապարհի վրա է։ Այն ժամանակ, քանի որ տեղում չունեինք մասնագետներ, իդեպ նաև հոգեբանները մումով պետք էր փնտրել, չունեինք, ինչպես եւ լեզու իմացող մարդիկ, ու դրսից արտասահմանից գալիս էին սուպերվայզերներ, փորձագետներ, ովքեր պիտի տեղի կադրերին աճեցնեին, որ հետո լիներ, եւ ասեցին, հասկանում ենք, որ չկան սոցիալական աշխատողներ, բայց փնտրում ենք ակտիվ, մարդկանց հետ աշխատել է սիրող, սոցիումում հեշտ շփվող, հավեսով մարդկանց հետ, հա, այդպես։ Ու ստացվեց, ես այդ հատկանիշներին բավարարում եմ։ Դե հա, միանշանակ։ Այդպես ընտրվեցի։ 90-ից ավել մարդ կար ընտրեցին, իդեպ ես երբեք չեմ մոռանում այդ փորձությունը, ու ես մտածում եմ, որ ինքը կլասիկա է։ Տեսեք, այդ ժամանակ հիվանդանոցը դեռ գտնում էր Օրբելու փողոցի վրա, ներկայիս ֆիզիոթերապևտիկի երկրորդ հարկում։ Նրանք, ովքեր պիտի դառնային սոցիալական աշխատող եւ պիտի աշխատեին սայլակի վրա հայտնված մարդկանց հետ, ուրեմն առաջադրանքը մարտահրավերը հետեւյալն էր. պետք էր Կիևյան փողոցից նստել հաշմանդամության սայլակի վրա, գալ Օրբելի փողոցով հասնել Բաղրամյան։ Որպեսզի դուք ինքներդ հասկանաք, թե ինչ է զգում։ Դա կոչվում է ուրիշի կոշիկի մեջ մտնել։ Դա ամենաճիշտ զգալ ինչ է զգում դիմացինը։ Քչերը դիմացան այդ մարտահրավերին։
Դե հա, շատ բարդ աշխատանք եւ ասպարես կարճատև դաթար, որից հետո մենք կշարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:28 րոպե, ձեզ հետ Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքն է եւ իհարկե ուղիղ եթերում Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է։ Հրաշալի թեմա ենք առանձնացրել, շատ կարեւոր եւ կարծում եմ շատերը այսօր իրենց համար այդ մասնագիտության նեղ այսպես ուղղությունները կբացահայտեն, հետաքրքրվեն եւ գուցե ինչու ոչ ընտրություն կատարեն, սա էլ է շատ կարեւոր։ Մենք զանգ ունենք, լսենք ռադիոյի հետո շարունակենք։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես սոց օրվա արտիվ, այո, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել առաքելություն հասարակական կազմակերպության նոր-նորքի զանգվածի աշխատակիցներին, Տիկին Թաբարային, այո, Սիլվային, Աննային, Ալվարդին, Նարինեին եւ հատկապես Ղարաբաղցի Ալվարդին։ Ես շահառու եմ սոց։ Ահա, հրաշալի է։ 5 տարի նրան շահառուն եմ եւ ես շնորհակալ եմ նրանցից։ Էլ ինչ է պետք նրանց այսքան ջերմ խոսքերից հետո։ Հրաշալի է ուղղակի, շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Շատ կարևոր է։ Իրականում հրաշալի գործ են անում։ Այո, եւ զգացիք խոսքի մեջ որքան գոհունակություն կար մեր ռադիո լսողի։ Այստեղ մի կարևոր բան կա, Տիկին Անտոնյան, երկու կարևոր բան, երբ մարդը հասկանում է, որ ինքը մենակ չէ իր խնդրի հետ, այսինքն սոցիալական աշխատողը հաճախ նաև այդ բացն է լրացնում, բայց եւս մեկ բան, բազմաթիվ հմտություններ, այսպես ասած, թվարկեցիք, որ սոցիալական աշխատողը պիտի ունենա, բայց մի բարդ ուղղություն էլ կա, այդ իրավական ուղղությունն է, որ ուզի սոցիալական աշխատողը այստեղ էլ պիտի մասնագիտացած լինի, որովհետև հաճախ երբ գնում է օգնելու կարիքավոր մարդուն, այնտեղ իրավական բազմաթիվ խնդիրներ են լինում, ճիշտ եմ, կենցաղից ելնելով։ Միանշանակ ճիշտ եք։ Եվ առողջական խնդիրներ են լինում, եւ կրթական խնդիրներ են, եւ իրավունքների երաշխավորման կամ խախտված իրավունքների վերականգնման։ Իսկ այս ամեն ինչը ինչ կոչվում է դժվարին վիճակ։ Կարիք չկա, որ սոցիալական աշխատողը լինի բժշկի չափ բժիշկ, իրավաբանի չափ իրավաբան կամ մանկավարժի չափ մանկավարժ, բայց կարիք կա, որ ինքը լինի շատ իրազեկ եւ վերցնի իր ձեռքը գործող օրենքը մարդուն հասկանալի լեզվով բացատրելու առաքելությունը։ Դա շատ բարդ է իրականում։ Օգնել, որ իրազեկվի մարդը։ Օգնել հասկանա, թե ինչ երաշխիքներ կան, ոնց կարելի է այդ երաշխիքներից օգտվել։ Այսինքն ինքը դառնում է, երբեմն ասում ենք միջնորդ, բայց ես մի քիչ ուրիշ կերպ եմ անվանում, որովհետև օգնել հասկանալը միջնորդից ավելին է։ Միջնորդը կարելի է ուղղակի թերթի կտալ մարդուն, ասել հեսա գնացեք եւ ծանոթացեք։ Մենք այդպես չենք անում։ Սոցիալական աշխատողները յուրաքանչյուրին հասկանալի լեզվով, յուրաքանչյուրին հասու մակարդակով, թե հատկապես որքան պարզ է պետք ասել կամ որքան արագ պետք է ասել կամ որքան դանդաղ է պետք ասել, հոգ են տանում, որ մարդու համար դա դառնա յուրացման ենթակա մի նյութ։ Ու դրանից հետո շահապաշտպանությունն է, սա մի ոլորտ է պրակտիկ օգնության, երբ որ մարդուն օգնում ես շարունակի գործառնել ինչպես բոլորը։ Ի վերջո սոցիալական աշխատանքի նպատակը, այ ասում ենք բարություն, օգնություն եւ այլն, բայց ես միշտ խնդրում եմ եւ ուսանողներին եւ պրակտիկներին անպայման շարունակությունն էլ ասել, օգնել, որ մարդը գործառնի ինչպես բոլորը։ Դե մենք չենք կարող անվերջ գտնվել մարդու մոտ օգնել իրեն։ Ու անդադար օգնել, պիտի սովորեցնենք։ Մեր օգնելը նպատակ ունի։ Մեր օգնելու նպատակն է, որ մարդը ինքնուրույնանա։ Բոլորս ունենք խնդիրներ։ Իհարկե։ Ուղղակի մենք վարժվել ենք եւ սովորել ենք ինչպես լուծել այդ խնդիրները։ Այն մարդիկում ասում ենք մեր
շահառուները երբեմն այդ կորցրած ինչ որ վիճակում են հայտնվում։ Եկեք լսենք ունկնդրին, երկար չսպասեցնենք, բարի լույս։ Բարի լույս, ես ողջունում եմ։ Կխնդրեի ռադիո ընդունիչից հեռանաք, լավ։ Լավ, ես ողջունում եմ ձեր հյուրին, կասկած չունեմ, որ ինքը հրաշալի մասնագետ է, բայց մի առաջարկ ունեի այդ ոլորտի հետ կապված։ Վերջի տարիներին դեմենցիայով հիվանդությունը, հիվանդների քանակը բավականին մեծացավ, արդեն թիվ է կազմում Հայաստանի Հանրապետությունում, ինքս առնչվել եմ, ունեցել ենք դեմենցիայով հիվանդ եւ որքան հասկացա, այս պետականորեն դա դրված չի ինչ որ մասնագետների վրա, մասնագետներ կամ միայն մասնավոր կառույցներում, որոնք բավականին մեծ գումարներ են պահանջում, ասենք գալ հիվանդին խնամելու համար, հիվանդի մոտ մնալու համար, հիվանդի հետևելու համար, այդ ուղղությամբ այդ հիվանդությունը, քանի որ արդեն հիմա աշխարհում այն երիտասարդանում է եւ ավելի մեծ ծավալների է հասնում, մենք պետք է նաեւ դրա վրա ուշադրություն դարձնենք։ Օրինակ մարդ կա, որ վճարունակ չի, օրական մեկ հիվանդին նայելու համար, ասենք 7-ից 8 ժամը 12,000 էր կամ 25,000 էր նայած այդ բուժքույրը նայած այդ մասնագետը իրեն գործողությունները ինչպես էր ինքը գնահատում, ուզում եմ ասել, դա միայն մասնավորի վրա էր դրված։ Պետականորեն որևէ կառույց ես չգտա, որտեղ որ դեմենցիայով հիվանդներին կարողանային օգնել, եւ այդ հիվանդները մնում էին միայն իրանց ընտանիքի հույսին, ընտանիքը ինչքան կարող է վճարունակ է, այնքան ուրեմն կարող է նաեւ պահել այդ հիվանդներին։ Միշտեր Ռուսաստանում գիտեմ, որ կան արդեն բավականին մեծ կենտրոններ, տեղեր են հատկացնում այդ հիվանդներին, դա օգտվում են այստեղ Հայաստանում, դա կապում էին հոգեկան հիվանդության հետ եւ անմիջապես ուղարկում են Ավանի հիվանդանոց կամ դրա համար մարդիկ երևի թե դրա համար շատերը խուսափում են պետականորեն այդ մի երկու կառույցին դիմելուց, ստիպված դիմում են մասնավորին, բայց մասնավորն միշտ չի որ մարդիկ վճարունակ են։ Ուզում եմ այդ ուղղության վրա, եթե ես կասկած չունեմ, որ ծեր սոցիալ աշխատակիցը չնայած որքան առնչվել եմ նախարարության հետ, սոցիալ հետ, Աստված մի արասցե այդ նախարարության դուրը գնաս, բայց կան ամենտեղ էլ շատ լավ մասնագետներ, ես շատ հավատում եմ, որ ինքը շատ գոյակապ մասնագետ է, ողջունում եմ։ Շատ լավ։ Եվ խնդրում եմ իմ առաջարկը հնչեցնել։ Արդեն հնչեց մեր եթերում ու բավականին երկար, շնորհակալություն։ Շնորհակալ եք, լսենք։ Տիկին Միրա, գուցե ժամանակի հարց է, հա, որովհետև երիտասարդացել է, այսինքն ճիշտ ենք։ Սկսել են խոսակցությունները, ես մեր ունկնդրին կուզենայի ասել, որ ես ներկայացնում եմ սոցիալական աշխատողների ասոցիացիան եւ ասոցիացիայում ինչպես պետական ծառայություններում աշխատող մարդիկ են, այնպես էլ ոչ պետական, հասարակական կազմակերպություններից, բարեգործականներից եւ այլն, եւ դե ասեմ ուրախություն, որ այո, փոքր տեղաշարժ կա, առնվազն ինձ հայտնի, եթե հետո հեռախոսատակ ես կարող եմ այդ կապը տալ իրեն։ Կփորձենք Լուսինեին խնդրել, որպեսզի այո հեռախոսահամարը ամերիկահայ բարերարների եւ ամերիկահայ բժիշկների օգնությամբ բժշկական համալսարանում արդեն կոնֆերանս եղավ եւ պատրաստվում են ստեղծել ծառայություն։ Անշուշտ այնտեղ ես կդժվարանամ ասել վճարովի ծառայություն է բացվելու թե չէ, բայց ենթադրում եմ, որ բավականաչափ մատչելի պիտի լինի։ Եվ ընդհանրապես երբ որ խոսում ենք այդ քրոնիկ հիվանդությունների մշտական աջակցության կարիք ունեցող, մշտական ուղեկցման կարիք ունեցող կառավարության ռազմավարության մեջ է պատրոնաժի ծառայություն եւ խնամքի օգնականներ գաղափարը եւ բայց նաեւ համաձայն եմ մեր ունկնդրի հետ, որ իրենք շատ դեռ նախնական վիճակում են, շատ էսպես զարգացումներ դեռ պետք է շատ գնան, մինչեւ հասկանանք ով է օգնականը, ով է պատրոնաժը, քանի ժամ պետք է խնամքը իրականացվի, սրանք բոլորը առայժմ սահմանային վիճակում են եւ ես հասկանում եմ տիկնոջը, որ երբ որ ունես կոնկրետ մարդ ընտանիքում իրոք հայտնվում ես բավական դժվար վիճակում։ Փակուղը առաջ է հայտնում։ Մենք հասկացանք, որ իրականում սոցաշխատողները մարդիկ են, ովքեր տալիս են ամեն ինչ, տալիս են անմնացորդ եւ իրենք եւս կարիք ունեն աջակցության։ Ինչ է անում ի վերջո հայ, այսպես մեծ գլոբալ հաշվով վերցնենք, պետությունը իրենց համար գուցե կան հատուկ հա այսպես արտոնություններ իրենց համար, ինչ անել, որպեսզի այդ մարդիկ իրենց կարևորված գան եւ շարունակեն իրենց բարի գործը։ Եվ հաճախ են դիմում հոգեբանի օգնության, որովհետեւ այստեղ եւս շատ կարևոր է։ Եկեք ասեմ ինչ պիտի լիներ եւ ինչ ունենք։
Նախ ամեն ինչ կախված է մեր պատկերացումներից, երբ որ ունես ոլորտի որոշում ընդունողներ, ովքեր ունեն սեփական պատկերացումները, թե ով է այդ սոցիալական աշխատողը, ֆրոնտային աշխատողը, եւ ինչպես օգնել, ես այսքան տարիների մեջ համոզվել եմ, որ ամբողջությամբ ոլորտի կառավարումը տեղավորվում է այդ պատկերացումների մեջ։ Եվ եթե այդ պատկերացումները խորքային են, ինչ է սոցիալական աշխատանքը, ինչ է անում սոցիալական աշխատողը, իհարկե այլ է պատկերը։ Հիմա մենք սովորաբար ունենք այդ նոյեմբերի 4-ի պարգևատրման արարողությունը։ Ահա, փաստորեն այդպեսի բան։ Որպես ոգևորելու շատ լավ միջոց, բայց դա անհրաժեշտ ու ոչ բավարար պայման է, անշուշտ։ Իրականում սոցիալական աշխատողները, ինչպես նշեցինք, լիցքաթափման եւ վերալիցքավորման կարիք ունեն կանոնավոր կերպով։ Կանոնավոր։ Դա պիտի լինի հիմնական աշխատանքի մասը։ Օրինակ, մեր կենտրոնում, որ չասեմ թե ինչ չի արվում, ասեմ ինչ ենք անում սա լրացնում։ Ինչ եք անում, ինձ հետաքրքիր է օրինակ։ Ուրբաթ օրերը ժամուկես 2 ժամ դա մասնագետներին լսելու ժամ է։ Մասնագետները ունեն հնարավորություն խոսել իրենց հուզող հարցերի մասին։ Եվ դրանք շարք են, հանդիպումների շարք են, երբեմն պարզապես շփում է սոցիալական։ Որը եւս շատ կարեւոր է։ Երբեմն գնում են գինի խմելու։ Ավելի կարեւոր է։ Իսկ մարզաձևեր ծնունդներն ենք նշում եւ այլն բաներ, որտեղ մարդը պայմանականությունից կարողանում է ազատ իրեն զգալ։ Իսկ որոշակի մարզաձևեր չէ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւս շատ կարեւոր է այդ առումով, եւ այստեղ կամ միասին գնա բնության գիրք քաղաքից դուրս։ Մարդիկ շատ տարբեր ձևեր ունեն լիցքաթափվելու եւ վերալիցքավորվելու։ Այստեղ կարեւորը, որ գործատուն տա այդ ժամը, տա այդ օրը, տա այդ կանոնավոր հնարավորությունը, երբեմն գիտեք, իմաս կարեւորը պարզապես ծուլանալ թավալ տալ տեղերի մեջ։ Ինքան կարևոր բանն է դա։ Ճիշտ է, իմիջիայլոց։ Երբ որ ոտքերը չեն գնում առաջ, չես կարողանում գնալ։ Մեկ-մեկ պետքա դա։ Մեկ-մեկ չէ, իմիջիայլոց մասնագետները կոչվում է անձնական օր։ Եվ մարդուն տալով այդ անձնական օրը ինքն է տնօրենում հատկապես, այո, այո։ Մասնագետները, ուղեղի մասնագետները ասում են, որ շատ կարևոր է ծուլանալը։ Հաճախ, ոչ շատ հաճախ, բայց մեկ-մեկ անհրաժեշտ է ծուլանալ, ուղղակի բազմոցին պարկել եւ ոչինչ չանել, որովհետև հենց այդ ժամանակ է ուղեղը ավելի ակտիվ սկսում է աշխատել։ Իդեպ մենք խոսեցինք նաև մի կարևոր բանի մասին, որ շատ կարևոր է, երբ սոցիալական աշխատողը օգնում է եւ ստանում է ջերմ խոսքեր, անկեղծ ջերմ խոսքեր, դրանք ինձ թվում է ամենաշատ էներգիան են փոխանցում, որովհետև հասկանում եմ, որ իր արածը կարևոր էր մարդկանց համար եւ այո, Արմինե Հովսեփյանն է գրում բարի լույս մեծ տրամադրություն ապահովող դոլոկ հաղորդավարներ ջան, սոց աշխատակցի հետ առնչություն ունեցել ենք հարազատի հետ կապված եւ բավականին պատրաստական աշխատակից է մեզ բաժին ընկել։ Շնորհակալություն Գավառ քաղաքի Կարիտասի սոց աշխատողներին։ Ահա, տեսեք ինչքան կարևոր է այդ շատ հաճելի է լսել։ Ու այդպես կարելի է թվարկել Առաքելություն Հայաստան, Կարիտաս։ Բոլորին մեր շնորհակալություն։ Ինքան շատ են, ես ուրախ եմ, որ շատ են, բայց պետական ոլորտում մեզ պետք են 11000 սոցիալական աշխատողներ։ Մենք ունենք բոլորը իրար գումարած ունենք հազիվ 1000-ը։ Դա շտապացի։ Կարծում եմ ժամանակի հարց է այստեղ եւ արդեն ինչ որ բաներ արվել են եւ հուսանք իհարկե նվիրյալների շնորհիվ նաեւ այսպես տեղից կշարժվի ու մարդիկ իրենց մենակ չեն զգա, կլինեն լսելի, կլինեն հասկացված, կլինեն ընկալված ու կհասկանան, որ մենակ չեն։ Շնորհակալ ենք ձեզ, հրաշալի տիկին Միրա Անտոնյան։ Հիշեցնենք ռադիոլսողներին, որ մեր զրուցակիցը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն էր։ Հաջողություններ եք մաղթում ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գոլեգաներին, կրթողներին, պրակտիկներին, ուսանողներին, ապագա մասնագետներին եւ նրանց, ովքեր կորոշեն ընտրել այս հրաշալի մասնագիտությունը։ Կարծում եմ այս զրույցից հետո շատերը կորոշեն, որ պիտի կատարեն այս օգտակար կարևոր որոշումը եւ այս գործընթացը։ Շնորհակալություն։ Շարունակեք մնալ մեզ հետ, երաժշտական դատարից հետո կվերադառնանք։
այսօր մի նոր վերք է ավելանում ու իմ սերը բոկված ճյուղի նման օրորվում է աշնանկամուց Օ կամի բոկիր իմ սեն արասավի հետո համբուրիր բլոկված կեղևը ծարի թող վեր գծավ չպաճարի ծարին թող ծավ չպաճարի թող վեր գծավ չպաճարի ծարին թող ծավ չպաճարի Ախ կոնելած եղիր դեթեք ու զայն հանիր բայց այդպես մինայիր Ախ կոնելած եղիր դեթեք ու զայն հանիր բայց այդպես մինայիր Ասխերա բացել են աչքերա Ունայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերա Դուք երկրորդել չեք ունենա Այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում Լուսնի աղոտ արտացոլում Աչքերիդ մեջ Դեմքի ճպիտը հուսատ Հույսերին վերջ Օ կամի պոկիր իմ սեն արասավի Հետո համբուրիր բլոկված կեղևը ծարի Թող վեր գծավ չպաճարի Ծարին թող ծավ չպաճարի Թող վեր գծավ չպաճարի Ծարին թող ծավ չպաճարի Ախ կոնելած եղիր դեթեք ու զայն հանիր Բայց այդպես մինայիր Ախ կոնելած եղիր դեթեք ու զայն հանիր Բայց այդպես մինայիր Աստղերը բացել են աչքերա Ունայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերա Դուք երկրորդել չեք ունենա Աստղերը բացել են աչքերա Ունայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերա Դուք երկրորդել չեք ունենա Սուրճ ու սեր առավոտից 10:46 րոպե մենք շարունակում ենք աշխատել հանրային ուղիղ եթերում։ Այո, այսօր երգերը բացառապես հնչում են ինձ համար Տիգրանը հատուկ եւ կապակցություններին համահունչ։ Իդեպ մեր ռադիո լսողը գրել է չսրտնեղեմ Անդրևից, որովհետեւ այն շատ ռոմանտիկ է, մաքրող է, ճիշտ է, ես ես այդ համամիտ եմ, ուղղակի այսօր այդպիսի տրամադրություն ունեմ, մերժում եմ Անդրևին։ Տեսնում ես։ Եվ իհարկե շարունակում ենք հարգելի ռադիո լսողներ, մենք նաեւ հիմա կներկայացնենք թե ինչ հաղորդումներ դուք կարող եք ունկնդրել այսօր օրվա տարբեր ժամանակահատվածներում, որովհետև հաղորդումները շատ են, մեկը մեկից հետաքրքիր ու տարբեր թեմաներով։ Անդրադառնանք մասնագիտության հաղորդմանը, փորձելու են մասնագիտության հաղորդման ընթացքում հասկանալ ինչ կարևոր ու անփոխարինելի գործողություն է կատարում սիրտը։ Այո, այդ կենսական ամենակարևոր նուրբ ու զգացմունքներով լի օրգանի աշխատանքը չէ որ չի դադարում մարդու ամբողջ կյանքի ընթացքում եւ սրտաբանի մասնագիտության առանձնահատկություններին այսօր կանդրադառնամ բժիշկ սրտաբան Վարդգես Մովսիսյանը, այն լինելու է այսօր ուղիղ եթերում 13:25-ին, կարող եք լսել զրույցը։
Ես ներկայացնում դպրություն ծրագիրը։ Այսօրվա թեման է ոչ ֆորմալ կրթական ծրագիրը քրեակատարողական հիմնարկներում։ Դպրության թողարկումը կարող եք ունկնդրել այսօր ժամը 15:30-ին իհարկե հանրային ռադիոյի եթերում։ Այսօր նաև կարող եք ունկնդրել Արմատներ ծրագիրային եթերում է լինելու 16:35-ին եւ արմատների ընթացքում խոսվելու է երգը սիրուց է ծնվում, երգը պատմում են աղվոր, խորոտ, նխշուն ու սիրունի մասին, այո, որի սերը հուր ու կրակ եղած մտելու վառել է այն ջահելի սիրտն ու երգ է դարձել։ Մի խոսքով աղվոր, խորոտ, նխշուն ու սիրունի մասին է լինելու այսօրվա արմատները։ Հայագիտակին անդրադառնանք երկարատև նորոգումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը վերսկսել է գործունեությունը։ Այժմ գործում է հայտնի քանդակագործ Սամվել Ղազարյանի աշխատանքների ցուցադրությունը, որը նվիրված է արվեստագետի Հոբելյանին։ Այս եւ մյուս նորությունների մասին տեղեկացեք Հայագիտակից այսօր ժամը 16:10-ին։ Չէ, մենք զանգ չունենք, մի խառնվեք իրար։ Բայց հեռախոսն աշխատում է։ Եվ անդրադառնանք նաև Sportcast հաղորդմանը, այսօր զրույցը ծավալվելու է հոկեյի շուրջ, հոկեյի աշխարհի առաջնություն Երևանում, ինչպիսի նախապատրաստումներ ու սպասումներ կան հավաքականից, ինչ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հոկեյի ֆեդերացիան աշխարհի 4-րդ խմբի առաջնությունը Երևանում անցկացնելու նպատակով այս եւ այլ հարցերի շուրջ զրույց է ծավալվելու Հայաստանի տափողակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վարամ Սարգսյանի հետ։ Sportcast-ը կարող եք լսել այսօր 17:15-ին իհարկե մեր եթերում։ Չենք մոռանում, որ ամեն նոր հետաքրքիր հաղորդումներ են տարբեր ժամերին եւ ռադիոլուրներ յուրաքանչյուր ժամագլխին ներկայացնում ամենաթարմ տեղեկությունները ձեր ուշադրությանը։ Ես շարունակեմ մարզական թեման եւ տեղեկացնեմ, որ Վրաստանի ազգային հավաքական արդեն սկսել է նախապատրաստվել Հայաստանի հետ ազգերի լիգայի փլեյօֆի հանդիպումներին։ Այո, առաջին օրը թիմը 15 ֆուտբոլիստներով արդեն մարզվել է Թբիլիսիի Մեսխիի անվան մարզադաշտում։ Լրիվ կազմով հավաքականը Թբիլիսիում կհավաքվի արդեն այսօր, մարտի 18-ին։ Հայաստանի դեմ երկու հանդիպումները կկայանան մարտի 20-ին Երևանում եւ մարտի 23-ին Թբիլիսիում։ Իդեպ մեր հավաքականը մեկնելու է Թբիլիսի արդեն մարտի 22-ին։ Մերոնք էլ են մարտական տրամադրված, այնպես որ կարծում եմ հետաքրքիր խաղ է մեզ սպասվում, մենք կհետևենք խաղին, հատկապես որ նաև կլինեն նաև մեր մոտից բազմաթիվ լրագրողներ, որոնք կլուսաբանեն այդ կարևոր իրադարձությունը։ Եվ սիրելի ռադիոլսողներ, շարունակեք մնալ մեզ հետ, որովհետև ամենահետաքրքիրն ու կարևորը դեռ շարունակում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը։ Խցանումները ինչ վիճակում են, Տիգրան ջան, կարող է ասես, լուսավորես, արդեն չկա խցանումները իրենց տեղում են։ Այսպես 6 բալանոց սանդղակով։ Դա 3-7 էր, որքան հիշում եմ, չէ՞։ 1-7 էլ լինում հիմա, բայց այսօր 6-ը այնպես որ ուրախացեք։ Եվ փորձեք ժամանակին տեղ հասնել։ Իդեպ ես նկատել եմ, որ եթե հին ժամանակներում, ինչ որ մի քանի տարի առաջ A-կետից B-կետը հասնում էինք օրինակ 20 րոպեում, այսօր դա անհնար է ուղղակի իրականացնել։ Միջինում 40 րոպեն պետք է աչքի տակ ունենաք։ Մի քիչ շուտ դուրս եկեք տանից, որպեսզի չուշանաք, առհասարակ ուշանալը լավ բան չի։ Եվ փորձեք վաղ առավոտից ճիշտ կանոնակարգել ձեր գործերի վերջո մեր օրվա ամենակարևոր հատվածներից է ճիշտ կանոնակարգումը։ Ես միշտ ինքս ինձ ասում, այ Խուսափիր Նալբանդյան փողոցից հատկապես իջնող հատվածից, որտեղ միշտ խցանված է։ Այնպես որ կան այլ ընտրանքներ, հա, նաև հարակից զուգահեռ փողոցներից կարելի է օգտվել։ Հիմա էլ այս պայն Նալբանդյան իջնողը դեպի Պաստոն Հանրապետության հրապարակ, դեպի Սախարով խցանված է, բայց դա հոգ չէ։ Այս պայն վայելեք հիթ, համաշխարհային հիթ մեր եթերում։ But then I spent so many nights thinking how you did me wrong. And I grew strong. And I learned how to get along. And so you're back from outer space. I just walked in to find you here with that sad look upon your face. I should have changed that stupid lock. I should have made you leave your key. If I'd known for just 1 second you'd be back to bother me. Oh, now go. Walk out the door. Just turn around now. 'Cause you're not welcome anymore. Were you the one who tried to break me with goodbye? Did you think I'd crumble? Did you think I'd lay
Սուրճ ու սեր առավոտից։ Անցնող եթերաժամի վերջին րոպեներն են 10:55 րոպե, առաջիկա 5 րոպեի ընթացքում մենք կհասցնենք ինչ անել։ Կհասցնենք Եվս մեկ անգամ մեր օթերևութաբանական կայանի աշխատակիցներին տեղեկացնել, որ իրենք տեղեկացրել են, որ իրենց ճանապարհը փակ է։ Դե չեմ կարող չասել, պաստորեն հիմնականում իրենք են երթևեկում, իրենք էլ տեղեկացնում են, որ այդ ճանապարհը իրենք իրենց համար նստած են։ 16 աստիճան է այս պայն մայրաքաղաք Երևանում, այսօր եւս կլինի լավ տաք արևային եղանակ, մինչև 20 աստիճան։ Սանդղակը կբարձրանա, բայց արդեն երեկոյանից վաղվանից չմոռանաք անձրևանոցներ վերցնել դες այդ տանից դուրս գալուց։ Չգիտեմ, հազիվ սրտներս արև էր ուզում, արևը տեսա։ Արևել կլինի, չներվեք եւ ավարտին նաեւ հիշեցնենք օրվա փոխարժեքը ամերիկյան $1 392.34 է, 1 եվրոյի օրվա փոխարժեքն է 427.93 եւ 1 ռուսական ռուբլին 4.6 դրամ է։ Դե ինչ սիրելի ռադիո լսողներ, այսօրվա եթերաժամն էլ մոտեցավ ավարտին, մենք ուրախ ենք եւ շնորհակալ ենք, որ հետևեցիք մեր ծրագրին։ Մենք ուրախ ենք, որ ավարտում եք մեր աշխատանքը։ Չէ, ասացի, դու ասացիր, գուցե քո մտքում կա նման բան։ Մենք շատ ուրախ ենք, որ ունենք հնարավորություն ամեն առավոտ ձեզ ասելու բարի լույս եւ արթնացնելու Հայաստանը։ Բարի լույս եւս մեկ անգամ հարգելի ռադիո լսողներ, հուսամ արդեն ակտիվացել եք եւ կկարողանաք օրը ճիշտ պլանավորել։ Հաջող օր եւ լավ տրամադրություն։ Կհանդիպենք։ Աղջի մազերը թուխ է, աշուղ եկել մեր մայլեն, անցար աչկերը ծուխ է, անեմ յարի սերթամ յայլեն, կանաչել են արտերը, աշուղ Zացել են դարդերս, արնեմ յարի սերթամ յայլեն Yari boyin mernen Aşuğe mer mailen Aç ke